ով ես եղել դու ով ուզում ես լինի, դա մեծահարուստ, պաշտոնյա, որ ինքնուրույն որոշես թե ոնց վարվես իմ քաղաքի հետ։ Շանորդի եք, ասում եմ ես, բացարձակ ասում եմ, այսօր էլ ասում եմ, ստեղով էլ շանորդիություն է այս ամեն ինչ, ինչ որ կատարվել է ընդհանուր։ Սա բանը չի, ես այն վերջի բաներն է, արդեն լկտիության վերջի ձևերն է, հա։ Այս երկար ախր տևեց սա։ Ես իմ հուզմունքը, ջղայնությունը, բան, սա հասկացեք, որովհետև դու քո տանը սիրել ես, ես այդ փողոցը սիրել եմ, ես այդ շենքը սիրել եմ, ոչ թե որպես ճարտարապետական, չէ, մարդ, ես սիրել եմ, դրա էներգետիկան ինձ պետք է եղել, եւ ես ուզել եմ, որ իմ երեխային ցույց տամ, ես այսօր չեմ կարող ցույց տալ երեխայիս այդ շենքերը, այդ փողոցները, այդ բակերը չեմ կարող, ռեստավրացիա անեի։ Այս անգամ որոշեցին, որ պետք է գախնի, գողի պես են անում արդեն։ Գողությունը, սա բարբարոսություն, գողություն, նսեմություն, նենգություն, ինչ ասես կա այս ամեն ինչի, միակ պատճառը այս ամեն ինչի, որ չեն սիրում, այս քաղաքը չեն սիրել, չեն սիրում, եւ սա միակ ինչ-որ ծրագիր էր, որը կատարվեց, որը քանդվեց, ջնջեցին, հիշողություն։ Մի երկու օր առաջ խոսեց մշակույթի նոր նախարար, ասեց, որ ես էլ եմ ցավում բան, բայց սեփականատիրոջ Հետո ասեց, որ սեփականատերը իրավունք ունի քանդել։ Բայց ասեց ցավում եմ, ոնց էր ասեք Արինե։ Չէ, չասեց ցավում եմ, ասաց, որ ինձ այո, Ես լավ լսել եմ։ Այնքան էլ արժեքավոր շենք չէ։ Այդ ինքն էր գնահատելու այդ արժեքավորը։ Ինքը հələ փոքր է, որ շենքերի արժեքավորը գնահատի։ Այ քեզ բան։ Ցույց տվեք եւս մեկ շինություն կամ ցույց տվեք շինություններ, որոնք արժեքավոր են եւ մենք չենք պահպանում։ Ասեմ, որ այրոպորտը, երիտասարդության պալատը, Արամի փողոցը ամբողջությամբ, մի րոպե, դες իր հարցերին պատասխանը ինքն էլ նոր նախարարը, հա, թող չափ բան չանցնի, իր չափ գիտենք մենք, ուրեմն, մեր չափն անչափն է, հա, ինչ է նշանակում, որ թույլ տվեք սեփականատերը իրավունքն է, այսինքն վաղը կարող է արտաքին գործերի նախարարության շենքը քանդել, հա? Կարող են քանդել նաև կինո Ռասիան, որ այդ քանդողը մի լումա չի դրել կառուցելու ժամանակ, ոչ է ներվ է դրել, ներվ դնողները մենք ենք եղել։ Խնդիրը ուղղակի նրանումն է, որ ցուցակների մեջ չի, պահպանման ցուցակների մեջ չի, եւ դա սեփականաշնորհվել է, ես այնքան չեմ շատ վատ սեփականաշնորհում է կատարվել ու հիմա էլ այդ ընթացքը երևի թե շարունակական process-ի մեջ է, որովհետև նրանք ովքեր որ վերցրել են շատ չնչին գումարներով այդ շենքերը, թողնում են որ հասնում է մինչև այս վիճակի եւ հիմա ասենք թե այս նոր տերը, այս որը կառուցապատողն է լինելու, նա արդեն շենքը ձեռք է բերել բոլորովին վատ վիճակում կարելի է այսպես ասել, մաշված վիճակով։ Այսինքն այդ process-ը շարունակական ու հաստատուն process է։ Թողնում են շենքը մինչև ավարտվի, մինչև իր ոնց են ասում, վերջի օրերը հաշված լինի, որպեսզի հնարավոր չի լինի նրան վերականգնել։ Այս դեպքում ուղղակի քանդելու ձևն էր շատ վտանգավոր, որովհետև հիմնական շենքի Ալավերդյան կողմի ճակատը եւ մյուս շենքի մասը նրանք մնալու են եւ ես ինչքան գիտեմ նրանք հետագայում ներառվելու են նոր նախագծի շրջանակներում այսինքն եթե կլինի հյուրանոց կամ ինչ որ մի բան նա կներառվի այդ նախագծի մեջ Միայն այստեղ կառուցապատողի կողմից շատ մեծ սխալ է թույլ տրվել, որ նա ասել է, որ ճարտարապետների միությունում հոկտեմբերի 1-ին կատարվել է քննություն։ Ոչ, Հայաստանի Հանրապետության հոկտեմբերի 22 համարում կա հայտարարություն, որպեսզի այդ շենքի տեղում նոր կառույց անելու հնարավորության լինելու կամ չլինելու համար քննարկումներ նոր կազմակերպվեն։ Այսինքն մարդիկ տարակարծության մեջ են մտնում։ Մի կողմից ասում է, որ քննարկումներ եղել են, մյուս կողմից էլ այդ քննարկումները իհարկե չեն եղել։ Եվ ըստ Ֆերտի հայտարարության նա պետք է լիներ
նոյեմբերի 1-ին, այսինքն վաղը ճարտարապետների միությունում։ Բայց այդ շենքի հանելուց հետո ես չգիտեմ ինչ պետքա քննարկենք։